երբ է լինելու Աննա Բագրատովնա։ Հաջորդ այցը արի ուրեմն մյուս շաբաթ այսօրը, որ արդեն երեխայի սրտի աշխատանքը տեսենք։ Շնորհակալ եմ Աննա Բագրատովնա։ Ինչի համար։ Այսքան հոգատարը սրտացավ լինելու, դուք շատ բարի եք։ Մտեք։ Կներեք։ Արի, մանեն արդեն գնում է։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Ստեսություն։ Հաջողություն։ Արի նստի։ Ասա լսում եմ։ Ճիշտն ասած ուզում էի ձեզ տեղակ պահեի մեկնելու մասին։ Չհասկացա։ Ես պիտի ծնողներիս հետ երկրից գնամ։ Ուր։ Վրաստան։ Իսկ ուսումդ կիսատ ես թողնում։ Հա, ես էլ չեմ ցանկանում, բայց ստիպված եմ։ Շատ անհասկանալի է։ Իսկ ինչ-որ խնդիրներ ունեք, հա։ Չէ, ընտանեկան հարցեր են, պապան ինչ-որ գործեր ունի այնտեղ։ Պարզ է։ Իսկ քո գնալը պարտադիր է։ Դե հա, որտեղ ծնողներս այնտեղ ես։ Շատ եմ սիրում մասնագիտությունս, բայց հանուն ծնողներիս պատրաստ եմ զոհաբերել ամեն բան։ Հենրին գիտի, որ գնում ես։ Չէ, չգիտի, ու մի խնդրանք ձեզ չեմ ուզում իմանալ։ Իա, այս ինչ եք մենակ խոսում։ Ես գնամ ձեզ չխանգարեմ։ Դու ոնց կարաս մեզ խանգարես։ Համել նստի, որ երեքով մեր հարցին լուծում տանք։ Ինչ հարց։ Իմ ու Անգելինայի հարցը, մամ ջան։ Ոնց հասկանում եմ, միակ մարդը, ով կողմը իմ ու իր հարաբերություններին է, դու ես։ Ձեր թույլտվությամբ ես դուրս Ամաչեց։ Բա ինչ էիր ուզում։ Աղջկա հետ տենց կխոսեն։ Լավ գնամ սիրտը շահում։ Սպասի։ Արի նստի։ Ինչ էր ասում մերս։ Աշխատանքից էինք խոսում։ Մամ, մեկը այսօր մի տեսակ ես։ Բա ինչ էիր ուզում։ Դու տանը չես գիշերում։ Դասխեկիս տիկին Ռիտայի անալիզների պատասխաններն էլ վատ են եկել։ Մի խոսքով վատ լինելու առիթներ կան։ Իդեպ ես քո դասխեկին Անգելինայից տանը տեսել եմ։ Դե լավ, մամ ջան, ես գնացի։ Սպասի, ուր ես գնում։ Հալը եկել է հետևիցս տեղ ունենք իրար հետ գնալու։ Դե ուշադիր կլինես, ես քեզ կզանգեմ, կգաս, որ միասին գնանք տուն։ Մամ։ Չի քննարկվում։ Գալու ես տուն։ Լավ։ Տիկին Վիկտորիա։ Բարև ձեզ։ Բարև Մերի ջան։ Լավ եք, ամեն ինչ լավ է։ Ուղղակի անցնում եք չնկատեցիք։ Հա, ամեն ինչ լավ է, ուղղակի մտքերով էի, կներես։ Ոչինչ խնդիր չկա, բայց եթե ինչ-որ բան ա եղել, դուք ասեք, ես պատրաստ եմ օգնել։ Շնորհակալ եմ։ Ես ուսեմ ու երբեք չենք մոռանա այն հոգատարությունն ու ջերմությունը, որը ստացել ենք ձեզնից մեր մամայից հետո։ Մերի ջան, դուք մեր տան երեխաներն եք։ Դե ուրեմն վստահեք ու ասեք, եթե խնդիր կա։ Ես պատրաստ եմ օգնել ձեզ։ Պատրաստում ենք գնանք երկրից։ Հանգստանալու։ Դե չէ, տեղափոխվում ենք Վրաստան։ Դե գիտես, որ ավագը ընդեղ ա ծնվել,
Տուն կանտեղ, ասում աշխատանք էլ կգտնենք, ամեն ինչ լավ կլինի։ Բայց ինչի սենց հանկարծակի որոշեցիք ամեն ինչ թողնել ու գնալ։ Ուղղակի ստիպված ենք։ Բայց ի՞նչն է ստիպում ձեզ թողնել ձեր տունը, ձեր աշխատանքը, մեզ, ձեր բարեկամներին, թողնել ու գնալ։ Հավատա, տենց է պետք։ Լավ է եկար։ Մեռակ ես սպասելով։ Ինչ ես աշկերտ կլորացրած վրես նայում։ Քշի գնանք, հազարատ գործ ունեմ։ Քո հույսին մնալն էլ էտա։ Դրա համար պետք է սովորես քո հույսին մնալ։ Պապ, ինչ ես ստեղանում։ Հալալ ես ոնց հասկանամ։ Ես եմ ասել, որ միասին հետևիցդ գանք։ Ինչ-որ հարցեր կան։ Ախպերս Ձյադմիկոյի ասածը օրենք է։ Ներող։ Կարամ իմանամ ինչ ես ուզում, պապ։ Հա, ոնց չես կարա։ Բայց դողերոցքի մեջ մի ինգի։ Տեղ ենք գնում, կգնանք կիմանաս։ Ուր։ Կարոն գիտի ուր քշի։ Կարոն ով է։ Ես եմ մոռացել հալալի։ Դա քեզնից ինչ հալալ։ Վախեցա Ալբերտ։ Եթե մեկը կամումից պետքա չվախենաս, այդ ես եմ։ Բայց շատ հանկարծակի հայտնվեցիր։ Ուրախ չես։ Ուրախ եմ։ Հետևում ես ինձ։ Ֆայնա քո դարդից արդեն գժվել եմ։ Ոնց որ դարդ եմ, հա, դարձել։ Ոնց ես պատկերացնում մեր հարաբերությունները։ Ես արդեն չեմ հասկանում, մենք միասին ենք, թե միասին չենք։ Դու ինձ սիրում ես, թե չես սիրում։ Իհարկե սիրում եմ։ Բա որ սիրում ես, մեր հետագան ոնց ես պատկերացնում։ Պետքա չշտապենք, Ալբերտ։ Պետքա թողնենք, որ մերոնք քեզ ընդունեն։ Ձերոնցից պապատ ու մամատ արդեն գիտեն իմ մասին։ Իսկ պապատ բացահայտ ասել է, որ թողնես ինձ։ Բայց ես քեզ չեմ թողել, չէ՞։ Բայց իմ հետ էլ չես, չէ՞։ Ու սենց ամիսը մեկ հանդիպելով կամաց կգնանք նրան, որ վերջապես կբաժանվենք։ Դե գիտես ինչ, ուրեմն այնպես արա, որ արժանանաս մերոնց հավանությանը։ Ֆայնա դու ինձ ձեռ ես առնում։ Ոնց պետք է արժանանամ դրան։ Բայց ինչ եմ ձեռ առնում։ Այդ մի բանն էլ դու մտածի։ Ապացուցի, որ արժանի ես ինձ։ Լավ։ Արի փախնենք միասին։ Ինչ ես տենց նայում։ Դու ասեցիր մտածի, ես էլ մտածեցի։ Դրանից հետո հաստատ ձերոնք կընդունեն ինձ։ Կներես, բայց այդ տարբերակն ինձ համար չի։ Հետո էլ ասում ես, որ հավատամ, որ սիրում ես ինձ։ Իսկ դու ինչի ես իմ սերը կասկածի տակ դնում։ Որովհետև դու հանուն մեր սիրո ոչ մի քայլի պատրաստ չես։ Ու սենց որ գնաց կամաց կբաժանվենք ու ձերոնք կհասնեն իրանց ուզածին։ Գլուխը ցավում, հա։ Ասում եմ գլուխը ցավում, հա, չես կարողանում ուղիղ դեմքից նայես։ Սենց լավ, հա։ Հա, շատ։ Չօգնեցիր Ռոմեո խաղալուց։ Երբ ես տուն վերադառնում։
Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Եթե ձեր որոշումների մեջ ինչ-որ բան ա փոխվել, ասեք իմանամ։ Կարող է գիտես հալալիթ հետ ես խոսում արա։ Ասում ես, երբ ես տուն վերադառնում։ Բայց ես ոնց վերադառնամ, երբ որ դուք դեմ եք իմ ու Անգելինայի հարաբերություններին։ Հա, այդ առումով ճիշտ ես։ Մենք դեմ ենք ձեր հարաբերություններին։ Որ շատ խնդրեմ կարամ պատճառն էլ իմանամ։ Զուտ իմ ու պապուտ ցանկությունն է։ Կներեք, բայց ես այս անգամ իմ ցանկությամբ կշարժվեմ։ Երբ ես տուն գալիս։ Եթե պիտի գամ ու դուք ինձ նորից դռան տեղը ցույց տաք, էլ ինչ եմ գալիս, հենա համ ես եմ հարմարվում, համ դուք։ Հալալիթ կողքին քնել արթնանալը դուրդ եկել, հա։ Վատ չի։ Բայց ասեմ իմանաս, որ նույնը հալալդ չի ասի, որովհետև քո դատարկ գրպանով իրան դժվար երկար պետք գաս։ Լավ ավելի պապ։ Հիմա էլ ընկերոջս հասար։ Լավ մի երկարացրու, հա։ Գալիս ես տուն, թեման փակա։ Ես առանց Անգելինա չեմ կարա։ Ինչ ուզում ես արա։ Բայց գալիս ես տուն։ Այսինքն դեմ չեք մեր հարաբերություններին։ Դեմ եմ, բայց դրանից բան չի փոխվում։ Ինչ ուզում ես արա, տուն կգաս։ Առավոտից իրիկուն Անգելինայիդ համար կռիվ ես տալի, արա։ Բա քրոջդ համար ով պետք է կռիվ տա։ Այսինքն Դու ընդհանրապես տեղյակ ես, որ քրոջդ կյանքում մարդ կա, կամ էլ կար։ ոնց։ Տենց, մտանդուրի էր հանդիպել։ Ու ես դրա մասին նոր եմ իմանում։ Բայց հիմա ում վրա ես մուննատ գալիս։ Տանը լինեիր, համ էլ մի այսքան մեր կյանքով կապրեիր, ու ամեն ինչից տեղյակ կլինեիր։ Այդ ով ա, որ առանց ինձ տեսնելու քրոջս հետ ընկերություն ա արել։ Ես դրան կսպանեմ։ Գոնե անունը իմացի նոր սպանի։ Համ էլ ես արդեն հետը խոսացել եմ, ասել եմ, որ Ֆայնային մոռանա։ Այդ ընդհանրապես կապ չունի։ Ես պիտի դրան տենամ։ Կրակն ընկա քեզ բան ասեցի։ Ես դրան պիտի գտնեմ։ Անունն ասա, պապ։ Եթե չես ասելու Ֆայնայից կճշտեմ։ Մերի, կարող ես դու էլ գաս մի բան նստես ուտես։ Չէ, չեմ ուզում։ Դու ես աշխատանքիդ վերադարձել, սոված կլինես կեր։ Ինչի դու աշխատանքի չես եղել։ Եղել եմ։ Բայց երևի ավելի լավ կլիներ չգնայի ու տիկին Վիկտորիային չտեսնեի։ Այսինքն։ Դե այսինքն նենց բան եմ իմացել, որ շոկի մեջ եմ։ Ու եթե քեզ էլ ասեմ, դու էլ ես շոկի մեջ հայտնվելու։ Ու պատճառն էլ չես հասկանալու։ Մերի, ասա տեսնեմ ինչ է եղել։ Ձյաձավակին գնում են երկրից։ Ոնց գնում են։ Ուր են գնում, ինչի են գնում, ինչքան ժամանակով։ Գնում են Վրաստան։ Ոնց հասկացա, տեղափոխվում են Վրաստան ապրելու։ Չեմ հավատում, բա դպրոց է, բա բազմաղբյուր է, բա այստեղի կյանքը, իրանք բազմաղբյուրը շատ են սիրում։ Դե հա։ Ես էլ քեզ նման շփոթվել էի, բայց ինչ կարող էի անել։ Հիմա ինչ։ Ես էլ Անգելինային չեմ տեսնելու։ Վերջը դու քո ասածը արեցիր։ Քեզ զգուշացրել էինք, չէ, որ տնից դուրս չգաս։ Միևնույնն է, չլսեցիր, վեր կացար ու գնացիր քաղաք։ Ոչ, այս ամենին վերջ կդարվի շուտով։ Կգնանք երկրից ու մեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի։ Ես գնացել էի քաղաք Աննա Բագրատովնային տեղեկ պահելու։ Միայն մորը, թե նաև տղային։ Մենակ Աննա Բագրատովնային, մամա։ Իհարկե ես չեմ հասկանում մենք ինչի համար ենք գնում։ Իմ համար սա ավելի շատ փախուստ է։ Բայց ամեն դեպքում ես պատրաստ եմ, կարանք գնանք։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Չենք խանգարում։ Չէ, ոնց կխանգարեք։ Մենք միայն ուրախ ենք ձեզ տեսնել։ Ափսոս վերջին անգամ։ Անգելինա, անկեղծ ասած, երբ մերին ասես, որ գնում եք, ես չհավատացի։ Բոլորս շոկի մեջ ենք։ Բայց առանց ձեզ հաստատ շատ ծանր է լինելու։ Մեզ համար էլ է շատ ծանր, բայց դե որոշված է։ Մաման ու պապան ոնց որ փախնելուց լինեն։ Մենակ թե ումից ու ինչից չեմ կարող ասել։ Վստահ ես, որ չես կարող ասել։ Երեխեք ջան, հաց դնեմ, հաց ուտենք, որովհետև 2 ժամից երևի դուրս կանք։ Այդքան շուտ։ Սա իրոք փախուստի է նման, բայց դե ձեր որոշումն է, ձեր իրավունքն է։ Մեզ համար շատ ցավոտ կլինի այս բաժանումը։ Ամեն դեպքում, եթե տեն շուտ եք դուրս գալու, ավելի լավ է մենք ձեզ հրաժեշտ տանք ու գնանք, որ չխանգարենք։ Չէ, Մերի ջան, չեք խանգարում։ Իրոք շատ բան չենք տանում, ճամփրուկներն էլ հավաքել եմ արդեն։ Բա ինչով եք գնալու։ Տաքսի եմ կանչելու։ Ձյաձ ավակ, ամո չի։ Ես այստեղ դուք պետքա տաքսի կանչեք, ես ձեզ կտանեմ։ Այդ դու ես, Ալբերտոն։ Ես Ալբերտն եմ։ Հենրի Շախունց։ Փաստորեն ինձ ճանաչում ես։ Ասենք թե գիտեմ։ Հետո ինչ։ Հետո այն, որ դու այդքան կաս, որ առանց ինձ տենալու քրոջս հետ ընկերություն ես արել։ Անում։ Ասում եմ արել։ Քեզ սրանից հետո քրոջս հետ չտենամ։ Դու ես որոշում։ Հա, ես եմ որոշում։ Եթե դու ամեն ինչ սենց սխալ ես սկսել, ուրեմն ես ճշտով, իմ ճշտով, ամեն ինչ կավարտեմ։ Քրոջիցս հեռու ես մնում, թե չէ ողնաշարդ կջարդեմ։ Քուրդ հասուն աղջիկ է, ինքն է որոշում ով լինի իր կողքը, ով չէ։ Դու քեզ առհասարակ հայլու մեջ նայել ես։ Ոնց կարա Ֆայնա Շախունցը լինի քո նմանի կողքը։ Ընդունեք թե չէ, մենք իրար սիրում ենք։ Ուրեմն լսի, ես մի բանը մի անգամ եմ ասում, քրոջիցս հեռու ես մնում, թե չէ ոսկորներդ կջարդեմ։ Կարելի է։ Սպասի։ Շարժվես։ Դու ես։ Հա էլի։ Դու ես։ Աշկերտից չեմ հավատում։ Վերջ դուր, հա։ Ես քո ցինիկ պահվածքը հանդուրժելու համար չեմ եկել։ Ես որ քեզ հանդուրժում եմ, դու ինձ պիտի հանդուրժես ու հանդուրժես ու հանդուրժես ու հանդուրժես։ Ես որ մոլորված ճամփեքից ես հայտնվել ստեղ։
Մենակ ես։ Քեզ կյանքում ոչ իմ գործի տեղն է հետաքրքրել, ոչ իմ գործն է հետաքրքրել։ Ինձ հիմա էլ չի հետաքրքրում։ Ստեղծագործում ես։ Մուսատ եկել է։ Չերը գնացել։ Շատ լավ գործեր են։ Այս հավաքածուտ անվանի ազատություն։ Նկատի կունենամ։ Եկել է իր այդ ասեիր, թե երազ ես տեսել վրես։ Ինչի հանկարծ որոշեցիր հորդ ամեն ինչ պատմելու ինձ խայտարականել։ Ու մեր պետք է լռությունը, եթե 25 տարի հետո պիտի բերանդ բացեիր։ Իսկ իմ լռությունը քանի կոպեկ արժեր։ Ես քո կինը դարձա, դրանից ավելին ինչ էիր ուզում։ Լսի դու գոնե հասկանում ես ինչ է նշանակում կին լինել։ Եթե պատրաստ չէիր ինձ ընդունել, ուրեմն ամբողջ ճշմարտությունը հենց հարսանիքի օրը պատմեիր, ու թողես պատմությունը ավարտվեր դեռ չսկսված։ Ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Երևի հենց այդ էլ իմ ճակատագրական սխալն էր, գիտես։ Բայց սիրում էի, շատ էի սիրում։ Ու փորձեցի քեզ հնարավորություն տամ, ինձ հնարավորություն տամ, բայց ով գնահատեց, դու գնահատեցիր։ Շարունակի։ Չէ, ինչի։ Քանի սկսել ենք, թող ես էլ խոսեմ։ Արդեն ինչ որ պետք էր ասեցիր։ Մի բան էլ ավելին։ Հա, ասել եմ։ Ու ազատվել եմ 25 տարվա բեռից։ Ես հիմա ոնց եմ այդ տուն ոտք դնելու։ Ոնց որ ես 25 տարի ինձ չներելով, ինձ չհարգելով։ Բայց եթե դու ինձ մի քիչ սիրեիր, մի քիչ գնահատեիր, եւ վերջապես մենք ընտանիք դառնայինք, երևի իմ բոլոր զոհությունները ես արդարացված կհամարեի։ Դե պատմի։ Երեխեքիս էլ ամեն ինչ պատմի։ Վերջնականապես հերոսացի բոլորի աչքերում։ Ես հերոսանալու մտադրություն չունեմ։ Բայց չի բացառվում, որ մի օր կապարիչս կթռնի ու երեխեքին կպատմեմ այդ մասին։ Իսկ եթե հիմա այլևս ասելու բան չունես, քանի մուս ասել եկել է, գնա թող աշխատեմ, գնա։ Ճիշտ է, այս վերջին օրերին մի քիչ նեղացրել ենք իրար, բայց չեմ ուզում, որ գնաք։ Չեմ էլ հավատում, որ գնում եք։ Ինչքան էլ նեղացնենք, մեկան ենք քույրիկներ ենք։ Հուսով եմ շուտ կվերադառնաք։ Այսինքն ես չեմ էլ մտածում, որ ընդմիշտ եք գնալու։ Այս ամենն արվում է մեր խաղաղ կյանքը չփլուզելու, քեզ չկորցնելու համար, Անգելինա։ Աղջիկս, քեզ ու եղբորդ լավ կնայես, հմ։
Իսկ դուք շուտ կվերադառնաք, որովհետև առանց ձեզ դպրոցն ու գյուղը դատարկ կլինի։ Լավ մնացեք։ Հուսով եմ շուտ կվերադառնանք։ Տիկին Վիկտորիա, այս ամենն արվում է, որ Անգելինայի ու քաղաքի տղայի կապը կտրվի։ Վիկա, ուշա։ Հալալ բանալիները տուր։ Ապե ձեր բակում հազարատ ավտո կա։ Էլի մնացիր ես իմ հարիֆի հույսով։ Չես ուզում տաս, տենց էլ ասա։ Բա եղավ, քո համար սիրտս էլ կտամ։ Սիրտդ որ հանես, ինձ էլ օգտակար չես կարա լինես հալալ։ Նենց որ սիրտդ պայի քեզ, ավտոյի բանալիները տուր։ Ես էլ ասացի երևի ձեզ մի քայլ եք ես կհամոզի, կգնաս տուն։ Ինձ որ երկարացնում ես, հա։ Չես ուզում տաս մի տուր ասեցի։ Բա եղավ։ Ան, տար, բայելի։ Որա նենց տավվեցիր, ոնց որ մի 2 միլիոնանոց բնակարան էիր տալի։ Դե ինչ արեմ, իմ ունեցածն էլ էսա։ Չեմ ասա չլացես։ Տուն ու տեղը տասեմ, լացելը տասեմ, որ ասեմ։ Լավ, ասում ես ուր ես գնում։ Իմ բոլոր ճանապարհները ինձ տանում են բազմաղբյուր հալալ։ Իսկ կարող է հետդ գամ։ Չէ, այսօր ինձ դայակ պետք չի։ Գնա։ Գնացի։ Հեսա Անգելինան որ քեզ ճանապարհեց, էլի ինձ ես հիշելու։ Ավելի լավ է դու տուն բարձրացի, թե չէ կսառես կկպնես ասֆալտին հալալ։ Աննա ջան, ինչ ա պատահել։ Ո՞լեզով ա քեզ նեղացրել։ Հայ բանա ներս արի ցուրտ ա։ Չէ։ Ես չեմ կարող։ Չհասկացա։ Ոնց չես կարող ներս գալ։ Ես չեմ կարող այս տուն մտնել։ Ես Հենդոյի աչքերին ոնց եմ նայելու։
Մենակ չասես, որ այն է ինչ ես մտածում։ Ալո։ Կարո հեռախոսը տուր ընկերոջդ։ Բարև ձեզ Միքայել, ոնց եք, լավ եք։ Կարո, կարճ կապի։ Ես քո ձևերին ծանոթ եմ։ Ընկերոջդ կանչի։ Չեմ ուզում ձեր տրամադրությունը գցել, բայց ընկերս տանը չի։ Ուրա։ Ավտոն առավ գնաց բազմաղբյուր։ Ես դրա։ Ես գիտեի, որ դա ձեզ դուր չի գա։ Ուրեմն ավտոն չտայիր, որ գիտեիր։ Իր տղու վրան չի կարամին վրա եմ ունատ գալիս։ Անգելինա։ Ես առանց ինձ հյուրը կա գնացել։ Այ քեզ բան։ Ես գամ հասնեմ ստեղ Երիկչի տունը, չես։ Մտել զանգերից չես պատասխանում, հա։ Լավ։ Դե հիմա պատմի տեսնեմ ինչ է եղել։ Միքայելի հայրը ամեն ինչ գիտի։ Այսինքն ինչ գիտի։ Պարզ չի հորքուր։ Գիտի, թե ինչ կարգավիճակում եմ ես տուն հարսեկել։ Ոնց թե։ Որտեղից գիտի։ Ինչ իմացար։ Իրանք խոսում էին, ես դուրս եկա ու լսեցի։ Հաստատ Միքայելն է պատմել, ուրիշ որտեղից պիտի իմանար։ Այ քեզ խայտարակություն։ Տեսնես վաղուց գիտի, թե նորա իմացել ձեն չի անել։ Եթե վերաբերմունք իմ հանդեպ նորա փոխել, ուրեմն նորա իմացել։ Բայց ինչ տարբերություն, ես ամոթից գետինն եմ մտնում, չգիտեմ ոնց եմ նայելու այդ մարդու աչքերի մեջ։ Ուզում եմ փակվեմ այս սենյակում ու էլ կյանքում դուրս չգամ։ Էլ չսկսես։ Իսկ դու ուրիշ տարբերակ ունես։ Տարբերակ չունեմ։ Բայց էդ էլ ելք չի։ Այսքան տարի տառապելուց հետո ինձ մենակ ես խայտարակություններ պակասում։ Հետաքրքիր տղա է այդ Միքայելը։ Հերիքի զորով քեզ կողքին պահեց, օր ու արև չի տալիս, մի բան էլ բռնելու հորը պատմել ամեն ինչ։ Երևի սա սպասելի էր։ Իզուր էլ զարմանում ենք։ Այս գյուղում բարևելը ոնց որ մոդա չի, հա։ Բարև։ Էս ուրիշ։ Լավ ես։
Վատ չեմ։ Շնորհակալ եմ։ Անկեղծ ասած Անգելինային զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Դու էլ անհանգստացար ու հասար գյուղ։ Դե հա, ասեցի գամ տեղում հասկանամ ինչ ա եղել։ Երևի թե հիասթափեցնեմ քեզ։ Անգելինայինք տեղափոխվել են։ Ոնց տեղափոխվել են։ Կարաս պարզաբանես։ Հա իհարկե կարող եմ։ Անգելինայինք տեղափոխվել են Վրաստան։ Այնտեղ ապրելու։ Վերջը գնացին, հա։ Փաստորեն տեղյակ ես։ Էլ ինչի ես եկել հարց ու փորձ անում։ Գիտեի, որ պետքա գնան, բայց չգիտեի, որ այսքան շուտ է։ Ունենք են ինչ ունենք։ Ավելացնելու ոչինչ չունեմ այդքանը։ Լավ, իսկ կարող է իմանաս ոնց են գնացել, ինչով են գնացել։ Հա իհարկե գիտեմ։ Եղբայրս է տարել Սեմը։ Պարզա։ Էս ոնց որ քաղաքաբնակների մոտ էլ հրաժեշտ տալը մոդա չի։ Գնում եք չէ ճանապարհին եք, բայց դեռ չեմ հավատում, որ ձեզ էլ չեմ տեսնելու։ Պետք չի ծայրահեղ մոտենալ մեր մեկմանը։ Սեմ ջան, իհարկե կհանդիպենք։ Մերին կվերցնես ու կգաս Վրաստան։ Կտանենք ձեզ մի լավ կպտտենք։ Սեմ, լավ ես։ Այդքան էլ չէ։ Այսինքն Սեմ, Ժողովուրդ, կարող է ջուր ունենաք։ Սեմ ջան, վախացնում ես։